Ական 76 Ական մանկական Փոքրիկ Արայիկը իր հորինվածքի շնորհիվ այդ պահին աշխարհի ամենամոտիվացված կարատեիստն էր, իսկ նրա անոմոքը, այսինքն Անահիտ մորաքույրը, համբերատար լսում և հիանում էր: Հա անոմոք, ճիշտ բան, դրանք մի 30 հոգի կլինեին, դանակներով հասան վրես, բայց չվախեցա, որովհետև կիմանուն հագս էր, սաղին մուսուբի դաչի արեցի, օսս: Մանկական պատկերացումները և հորինվածքները մեծ տարիքում հաճախ որպես քաղցր հիշողություն այցելում են մեզ: 90-ականներին մանկություն ապրած տարեցներով եկեք մի պահ համեմատենք: Այն օրերին մանկական երևակայական փոքրիկ կայծն անգամ ավելի պայծառ էր, քան այս օրերի բոցերը, որովհետև մենք ազատ երևակայելու հնարավորություն ունեինք: Ինտերնետը մեզ չէր ուղղորդում ինչպես երազենք և ինչ երազենք: Շատ լավ եմ հիշում, 9 տարեկան էի: Հերթական երևակայական կայծից հետո գլխումս մի միտք ծագեց: Որոշեցի երազիս հիման վրա մի հեքիաթ հորինել: Հեքիաթ հորինելու համար նպաստավոր ժամանակներ էին: Փայտահատը կար, մոխրոտը կար, խոր անտառի խորհրդավոր մթությունը կար: Մնում էր մի քիչ երևակայել և հեքիաթը պատրաստ էր: Սկզբում վերջը հորինեցի: Իմ հեքիաթը ևս երջանիկ ավարտ ուներ, որն այսպիսին էր: Վերջում Հայաստանը արևից լևի լույս ա քաշում, պատերազմի տեղը ոչ մի ֆիդայի չի մահանում, հացի տալոնով նաղաշի անվերջանալի լավաշից ենք վերցնում, մեքենաները առանց բենզին են քշվում, աշխարհի բոլոր բակերում ամեն օր հարսանիք ա լինում, իսկ ամենավերջում ամբողջ աշխարհը Հայաստան ա դառնում: Իմ հեքիաթի վերջում ընկնող 3 խնձորներից մեկը կարմիր էր, մյուսը կապույտ, իսկ երրորդը ցորենի գույն: Քանի որ իմ հորինած հեքիաթն էր, բնականաբար հերոսը ես էի: Բրյուս Լիի աշակերտն էի, հեծանիվով զոռոցի կպնելու աշխարհի չեմպիոն էի, բոլոր աղջիկները սիրահարված էին ինձ, երեխաներով էլ ռետուս չէինք հագնում ու բոլորս միշտ ուրախ էինք: Հեքիաթի երջանիկ ավարտը և վերնագիրը ունեի, բայց ոչ մի կերպ սկիզբը չէի կարողանում հորինել: Խնդրանքով պապիս դիմեցի: